Ողբերգության վայրում զգոն են, շտապ փակվում է դարպասը, որը լայն բացված էր մինչև մեր տեսախցիկի հայտնվելը։ Շաբաթ ձերբակալվածների պահման վայրից այստեղ հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն տեղափոխված քաղաքացին անձնասպան է եղել։ Ցավոք տեղի է ունեցել ինքնավնասման ավարտուն գործողություն, որը կատարվել է շատ կարճ ժամանակահատվածում, գրված է ողբերգության մասին առողջապահության նախարարության հաղորդագրությունում։ Մահացածը Արմեն Հովհաննիսյանն է, նա ձերբակալված է եղել ընտրություններին մասնակցող ուժերից մեկի նախընտրական պաստառը պոկելու պատճառով։ Հայաստան դաշինքի падգամավորի տեխնացու Ագնես Ախամոյանը այսօր է հայտնել, քաղաքացուն ձերբակալել էին քաղաքացիական պայմանագիր կուսակցության պաստառը պոկելու համար։ Բայց այս վախկոտները քրեական գործ են հարուցել։ Հոգեկան խնդիրներ ունեցող մարդուն ձերբակալել են, տարել են ԶՊՎ, հետո տարել են հոգեբուժարան։ Մի քանի ժամ հետո Արմեն Հովհաննիսյանին գտել են կախված։ Ինչի համար։ Որ ԿՊ-ի պաստառնա պոկել, այ վախկոտներ։ Այն որ տղամարդը հոգեկան առողջության խնդիրներ է ունեցել, հայտնի է ներքին գործերի նախարարության պաշտոնական պարզաբանումից։ Ըստ գերատեսչության խոսնակի, շաբաթ առավոտյան Արմենի մոտ նկատվել է հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ, նրան հոգեկան առողջության կենտրոն են տեղափոխել շտապ օգնության մեքենայով։ Իրավական բեսպրեդել Նախընտրական քարոզարշավի ժամանակ պաստառ պոկելն իրավախախտում է, բայց դրա համար մարդուն չեն ձերբակալում, ասում է իրավապաշտպանը օրենքին հղում անելով։ Ակնհայտ կերպով, սևով, սպիտակի վրա գրված է, որ նմանատիպ գործողությունները, մասնավորապես քարոզչության ընթացքում պաստառ պոկելը բերում է տուգանքի 50-ից 100 պատիկի չափով աշխատավարձ, այսինքն այստեղ չկար որևէ քրեական հանցագործության տար, բայց մարդը հայտնվեց այդ վարույթի շրջանակներում անազատության մեջ ու մենք ունեցանք այս ողբերգական դեպքը։ Իրավապաշտպանի խոսքով Արմենի ձերբակալությունը վերջին օրերի միակ դեպքը չէ, երբ քաղաքացուն տուգանելու փոխարեն ազատությունից զրկում են։ Մի կանադահայ տիկին, որի պարագայում ընդամենը մարկերով պաստառի վրա, Նիկոլ Փաշինյանի պաստառի վրա խաչ էր արել, իր քաղաքական դիրքորոշումներ ցույց տվել։ Հաշված ժամեր անց այդ կնոջը նույնականացրել են ազատազրկել։ Քննչականում մի քանի ժամ պահել էին այդ տիկնոջը, վերցրել էին երկու հեռախոսները, հնարավորություն չէին ընձեռել, որ փաստաբանի հետ կապ հաստատի։ Եվ կանադահայ կնոջ, եւ քաղաքացիական պայմանագրի պաստառը պոկելու պատճառով ձերբակալված Արմեն Հովհաննիսյանի գործերը ապօրինի են, պնդում է Սերգեյ Հարությունյանը։ Պարզ կարող ենք արձանագրել, որ սա քրեական հանցագործություն է եւ քրեական օրենսգիրքը 478-րդ հոդվածը երկրորդ մաս հենց կոնկրետ նախատեսում է, որ ապօրինի ձերբակալումը, որը բերել է մարդու ինքնասպանության, քրեորեն հետապնդելի է։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ Արմեն Հովհաննիսյանի ծայրահեղ քայլի դիմելուց հետո քրեական վարույթ է հարուցվել։ Հայտնի չէ, նրան ձերբակալելու որոշման օրինաչափությունը նույնպես քննվելու է։ Հարությունյանը կարծում է պետք է քննել, պատասխանատվության ենթարկել քննիչին։ Ապօրինի ձերբակալման եւ կառնավորման համար պատասխանատու մեղավոր անձը համաձայն քրեական օրենսգրքի 478-րդ հոդվածի երկրորդ մասի ենթակա է ազատազրկման 4-ից 8 տարի ժամկետով։ Իրավապաշտպանը սակայն համոզված է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի պատժի ապօրինություն արած ոչ մի իրավապահի։ Յուրաքանչյուր քննիչ, յուրաքանչյուր դատախազ, յուրաքանչյուր ոստիկան, եթե ապօրինի ցուցում ստանա կամ հրաման ստանա, որ այս ապօրինի գործողությունն է պետք անել ընդդիմադիր գործչին, ընդդիմադիր հայացք ունեցող անձին ճնշելու համար, ինքը եթե հիշի, որ իր գոլեգաներից մեկը նմանատիպ դեպքով քրեական պատասխանատվության ենթարկվեց, այլևս ինքը բարձ է, որ չի գնա դրան։ Դրա համար նորից եմ գրում, համակարգ փլուզվի։ Խտրական արդարադատություն է անվանում իրավապաշտպանը ուժայինների գործողությունները։ Ունենք վառ շատ օրինակներ, երբ որ падգամավոր են ծեծի ենթարկել ոստիկանները, երբ որ падգամավորների նկատմամբ է բռնություն եղել, ընդդիմադիր գործիչների նկատմամբ է բռնություն եղել, հատուկ միջոցներ են կիրառել, չգիտեմ, Բագրատ Սրբազանի գործով մենք գործ ունենք այն աբսուրդային sense ապօրինությունների հետ։ Իրավապաշտպանը պահանջում է Հայաստանի հաջորդ իշխանությունից պատասխանատվության ենթարկել իրավական բեսպրեդելի խտրական արդարադատության պատասխանատուներին։ Հաջորդի իշխանափոխությունից հետո բոլոր այն անձինք, որոնք այս 8 տարիների ընթացքում ապօրինություն են արել, քրեորեն հետապնդելի արարք են
գործել, ներման արժանի չեն եւ օրենքի ողջ խստությամբ պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Ալբերտ Սերոբյան, Հենրիկ Համազասպյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր, Կիրակի։